Հետևելով մեր երկրում եւ առհասարակ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, շատերիս համար դժվար է լինում հավատալ, որ մենք չենք ապրում մի այլ մոլորակի վրա, որտեղ միայն խելագարություն է տիրում։ Գրեթե ամեն օր մենք տեսնում ենք, որ որքան շատ է Փաշինյանը ու նրա ապազգային խմբակը խոսում այսպես կոչված խաղաղության պայմանագրի, խաղաղության խաչմերուկի կամ առհասարակ խաղաղության մասին, այնքան ավելի շատ է Բաքվի բռնապետը հոխորտալով սպառնում մեր երկրին ռազմական ուժով։ Սա իրականում բնական է, քանի որ պարտված կողմը խաղաղություն մուրալով որևէ բան չի կարող պարտադրել հաղթող կողմին։ Մեր թշնամիները սոված գիշատիչների պես են, եւ նրանց ախորժակը չափ ու սահման չունի։ Նրանք որքան հնարավոր է փորձելու են այս առիթից օգտվել եւ իրենց գերակայությունը հաստատել մեր ազգի ու հայրենիքի նկատմամբ։ Նրանք մեր հանդեպ ուզում են անել այն, ինչ մենք պետք է անենք նրանց նկատմամբ 30 տարի առաջ, երբ Արցախյան ազատագրական պատերազմում ռազմական հաղթանակ տարանք։ Նրանք լավ իմանում են, որ իրենց ոսկե հնարավորությունը չպետք է բաց թողնեն։ Այդ իսկ պատճառով նրանց կողմից հնչեցրած սպառնալիքները միայն ցածկանալու են ու ավելի հաճախ են դառնալու։ Շատ անգամ ենք լսել այն հայտնի ասացվածքը. եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Եվ պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ այս օրենքը այնքան կայուն ու ճշմարիտ է, որքան գրավիտացիայի օրենքը։ Բոլորս սա լսել ենք եւ հասկացել են կարևորությունը, բայց շատերս չենք մտածել, որ հակառակն էլ է գործում։ Եթե պատերազմ ես ուզում, պատրաստվիր խաղաղության։ Եվ հենց այս քաղաքականությունն է վարում մեր ներկայիս կառավարությունը, որը մեր երկրին միայն վնաս է բերելու։ Մեր տարածաշրջանն ու առհասարակ աշխարհը շարունակում են մնալ պատերազմի դարաշրջանում, իսկ հպաղականները կարծում են, որ իրենց պարտվողական քաղաքականությամբ կարող են խաղաղություն հաստատել, առանց որևիցե ուժ ցուցաբերելու։ Կարծում են կարող են խաղաղություն բերել, եթե միայն խոսեն խաղաղության մասին, եւ ոչ մի իրական քայլ չկատարեն իսկական խաղաղություն հաստատելու համար։ Մենք իհարկե չգիտենք, արդյոք նման մի պայմանագիր ստորագրվելու է, թե Բաքվի բռնապետը անընդհատ շարունակելու է նոր պահանջներ ներկայացնել։ Բայց նույնիսկ եթե ստորագրվի ինչ-որ մի պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա պարզ է, որ միայնս մացուցիչ է լինելու հայոց պետականության համար, եւ այդ խաղաղությունը բոլորովին չի արժանա այն թղթին, որի վրա այն ստորագրվելու է։ Մենք գիտենք, որ այս պարտված վիճակում ՈՍԽ-ի հետ խաղաղության մասին խոսակցություններն ու բանակցությունները անիմաստ են, քանի որ մենք պատմությունից դասեր քաղելով հասկացել ենք, որ մեր թշնամիները միայն ուժի լեզուն են հասկանում։ Եվ մենք հայերս հնուց ի վեր լինելով էյությամբ ռազմական ազգ, շատ լավ են կարող այդ լեզուն խոսել, եթե մենք իհարկե վերականգնենք մեր պայքարելու կամքը եւ մեր մեջ մարտական ոգին նորից արտնասնենք։ Մենք հասկացել ենք, որ մեր թշնամիները միայն այս լեզուն են հասկանում եւ դեռ հազարամյակներ առաջ Հայկ Նահապետը Բաբելոնի բռնակալ Բելի կրծքին նետ մխրճեց եւ փախուստի մատնեց նրա զորքերին։ Նրանք քաջ գիտակցում են, որ մենք այդ լեզուն շատ ավելի լավ են կարող խոսել, քան իրենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս զավեշտալիորեն պնդում էր, որ մենք հիմա իբրև ի վիճակի ենք բարձրացնել մեր ինքնիշխանության ու անկախության մակարդակը, շարունակելով ասել, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր։ Սա ասում է այն նույն մարդը, ով մեր ազգին առավել քան երբևէ հիասթափեցրեց ու պառակտեց։ Սա ասում է այն նույն մարդը, ում կառավարման ժամանակ 44 օրյա դավադիր պատերազմի ընթացքում մեր բանակի մեջքին դանակ խրվեց։ Դա իհարկե մեզ տարավ դեպի խայտառակ պարտություն եւ ստորագրվեց նոյեմբերի 9-ի տխրը հռչակ համաձայնագիրը, որը ըստ էության Հայաստանի անկախության դեմ պայմանագիր է։ Սա ասում է մի մարդ, ով Արցախը ամբողջությամբ սկուտեղի վրա հանձնեց մեր թշնամիներին, երբ ճանաչեց Ադրբեջանի ամբողջականությունը։ Դա անելով Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում թքած ունենալով մեր պապերի թափած քրտինք հյուարյան վրա։ Եվ հենց այս նույն մարդը կարծում է, որ կարող է բարձրացնել մեր ինքնիշխանության ու անկախության մակարդակը։ Արցախն ուրացողը չի կարող չուրանալ նաև մեր անկախությունը, քանի որ Արցախը միշտ սերտորեն կապված է եղել մեր անկախության հետ։ Եթե մենք Արցախյան ազատամարտում չհաղթենք, մեր ազատամարտիկների բազմաթիվ սխրանքների ու զոհաբերությունների շնորհիվ մենք չենք կարողանա մեր անկախությունը ամրապնդել, նույնիսկ այս դե յուրե անկախությունը, որը մենք ձեռք բերեցինք 1990-ականների սկզբին։ Մի ղեկավար, ով իսկապես ուզում է բարձրացնել Հայաստանի անկախության մակարդակը, չի կարող մոռանալ Արցախի մասին եւ սրբացնել ներկայիս Հայաստանի սահմանները, իր ասածով իրական Հայաստանը։ Քանի որ ներկայիս 29800 քառակուսի կիլոմետր սահմանը, որն ունենք այսօր, գծված է եղել 1921 թվականին Մոսկվա եւ Կարսի ռուս-թուրք սիոնիստական պայմանագրով։
Այս ամենը այսքան փոքր է ու հատուկ է այսպես գծված, որպեսզի մենք հայերս երբեք չկարողանանք լիարժեք անկախ լինել։ Սա նաև նշանակում է, որ այսպիսի սահմաններով մենք շատ դժվարությամբ կկարողանանք ինքնուրույն մեր անվտանգությունը ապահովել։ Ճիշտ է, 90-ականներին Արցախն ազատագրելով եւ 94 թվականին հաղթանակ կերտելով մեզ համար ճանապարհ բացեցին ոչնչացնելու մեր թշնամիների կողմից կնքված այդ պայմանագիրը, բայց ցավոք այն կիսատ մնաց, որովհետեւ Հայաստանում գործող ռուսական գործականների պատճառով մենք չկարողացանք այդ հաղթանակը թղթով ամրագրել եւ Արցախը միացնել Հայաստանին, ինչպես կցանկանային այն ազատատենչ հայերը, ովքեր 1988 թվականին դուրս էին եկել փողոց այդ արդար պահանջով։ Նրանք ընդհանրապես ուզում են շտկել այն անարդարությունները, որոնք թրքաբոլշևիկները իրագործել էին մեր դեմ 100 տարի առաջ։ Թշնամական քարոզչությունը մեծ տարիներ շարունակ ուզում էր համոզել, որ առանց Արցախի մենք կարող ենք ավելի խաղաղ ու անկախ ապրել, որը տրամագծորեն հակասում է իրականությանը, քանի որ ճշմարտությունը ամբողջությամբ հակառակն է։ Նիկոլ Փաշինյանը, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտը եւ նրա գործի շարունակողը, իր քաղաքական կարիերայի հենց ամենասկզբից եղել է այս ազգավեր գաղափարի կրողն ու քարոզողը։ Եվ հենց նա ոչ միայն շարունակում է այս նույն հակազգային քարոզչությունը, այլև այն դարձել է մեր պետության քաղաքական օրակարգը։ 1000 անգամ ավելի հավանական է, որ նման մարդ կարողանա իր ծոծրակը տեսնել, քան բարձրացնել մեր անկախության մակարդակը։ Սա պարզապես աբսուրդի ժանրից է եւ առհասարակ անհեթեթություն է, որ մենք պետք է այս պարզ ճշմարտությունը ասենք։ Փաշինյանը մեզ ցույց է տալիս, որ մենք ապրում ենք ոչ թե իր ասած խաղաղության, այլ խելագարության դարաշրջանում։ Մենք կարող ենք մեր անկախության մակարդակը բարձրացնել, եթե մեր ազգին համախմբելով Արցախը ամբողջությամբ միացնենք Հայաստանին եւ մեր բանակի մարտավարությունը ակտիվ ու հարձակողական պաշտպանության վերածելով Ադրբեջանի բանակի ջախջախ էինք պատերազմի ժամանակ, քանի որ միայն ազգի միասնությամբ եւ հաղթանակով է լինում մեր հայրենիքի անկախության ամրապնդումը եւ ոչ թե ազգին բաժան անելով եւ կործանարար պարտության տանելով։ Այս իշխանությունները կեղծ ընդդիմության հետ միասին գործում են տրամաբանությանը ու ողջամտությանը հակառակ, եւ սա նշան է, որ նրանց շատ երկար ժամանակ չի մնացել։ Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք մեր անկախությունը ամրապնդել, եթե կերտենք ազգային պետություն, պատրենք նոյեմբերի 9-ի հակահայ պայմանագիրը եւ մեր մարտական ոգին վերականգնելով եւ մեր բանակի մարտավարությունը վերափոխելով նորից ուժի գործոն դառնանք, որպեսզի կարողանանք ձեռք բերել իրական դաշնակիցներ, ովքեր մեզ կօգնեն պատրաստվել ոչ թե այսպես ասած խաղաղությանը, այլ պատերազմին, քանի որ խաղաղությանը պատրաստվելը միայն պարտություն է բերում, իսկ պատերազմին պատրաստվելը հաղթանակ։